Եկեք այսօր խոսենք սերմերի ցանքի մասին։ Եկեք սկսենք ցրտադիմացկուն բույսերից։ Դեր գանգուր մաղադանոս է, որքան մանր է սերմը, այնքան ավելի մակերես ենք ցանում։ Այսպիսի ակոսներ ենք անում եւ առաջինը մենք տնկում ենք մաղադանոսը։ Եկեք ծածկենք սերմերը, որպեսզի իմանանք կոնկրետ որտեղ են մեր սերմերը, եկեք մի քիչ թեփ այնուհետև շատ ամուր սեղմում եք, ծածկում ենք հողով, կարող եք նույնիսկ ձեռքով, նորից թեփ ենք շաղ տալիս կամ եթե ձեր հողը աղքատ է, նաև կենսահումուս։ Ինչ առավելություն ունի նաև այս դեպքում, երբ որ մենք ջրում ենք, տեսեք, ջուրը միանգամից փոսի մեջ ավելի շատ է լցվում։ Այս եղանակը ցանքի վերաբերվում է բոլոր կանաչիներին, որ իրար հաջորդելով դուք կարող եք արդեն տարբեր կանաչեղեն ցանել, իհարկե ամենաուշը պետք է լինի ռեհանը եւ ցիտրոնը։